որևէ մեկի դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարելը նշանակում է կանգնել արդարության կողմում, կանգնել այն հասարակության կողքին, որտեղ յուրաքանչյուր երեխա ունի հավասար հնարավորություն, որտեղ բժշկական օգնությունը հասանելի է բոլորին, որտեղ աշխատանքը տրվում է կարողությամբ, ոչ թե կերպարով, որտեղ բիզնեսը չի զարգանում գաղտնի պայմանավորվածություններով, այլ ազնիվ մրցակցությամբ։ Կոռուպցիան չի անհայտանում մեկորում, սակայն այն պարտվում է այն ժամանակ, երբ մարդիկ չեն վախենում պահանջելու իրենց իրավունքները, եւ մարդիկ պատրաստ են ասել. ես չեմ վերցնելու, չեմ տալու, չեմ լռելու։ Սա մեր ուժն է, սա մեր հասարակության արժանապատվությունն է, սա մեր ապագայի կառուցումն է։ Այսօր մեր հասարակության առաջ կանգնած է մի խնդիր, որը շատերի աչքին կարծես անտեսանելի է, սակայն իր հետևանքներով եւ խորը արմատներով քայքայում է պետությունը։ Այդ խնդիրը կոռուպցիան է, մի երևույթ, որը չի ճանաչում սահմաններ, պաշտոններ, տարիքի կամ կարգավիճակի տարբերություն։ Այն ներթափանցում է ամենուր, սկսած փոքր ծառայություններից, ավարտած խոշոր պետական որոշումներով, խեղաթյուրելով արդարությունը, խանգարելով զարգացմանը եւ թուլացնելով հասարակական վստահությունը։ Կոռուպցիան ոչ միայն անհարազատ գործարք է, այլ նաեւ անարդարություն։ Այն փոխում է կյանքեր, փախում ճանապարհներ եւ փուլում նպատակներ։ Այն երեխան, որը չկարողացավ ստանալ բնական ցուցություն, որովհետև ինչ-որ մեկը վճարել է ստանում, այն ինչին առանջ էր։ Այն հիվանդը, որը սպասեց դեպքին, բայց այդպես էլ չհասավ ախտորների հիվանդի պատճառով։ Այն երիտասարդը չկարողացավ գտնել աշխատանք, որովհետև առավելություններից մի բաց չի, որը կարողությունների վրա այդ հողի բանությունը։ Սա